Հայաստանի ու Էստոնիայի հարաբերությունները դինամիկ զարգանում են, այդ համատեքստում մեծ է նաև խորհրդարանական դիվանագիտության դերը։ Շարունակական փոխայցերը նպաստում են կապերի ամրապնդմանը ոչ միայն երկկողմ ու բազմակողմ մակարդակներում, այլև Հայաստան-Եվրամիություն ավելի լայն գործընկերության շրջանակում։ Այս շաբաթ Հայաստան էր այցելել Էստոնիայի Ռիգի Կոկուի Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակությունը, հյուրերին նախհանդիպեց ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։ Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի հետ սերտ եւ վստահելի հարաբերությունները, դրանք համարելով Եվրոպական միության հետ գործընկերության ընդլայնման առանցքային բաղադրիչ, դիմելով հյուրերին նշեց ազգային ժողովի փոխխոսնակը։ Հանդիպման մասնակիցները կարևորեցին խորհրդարանական դիվանագիտության դերն ու մեր երկրում Էստոնիայի ռեզիդենտ դեսպանության հիմնումը։ Հաջորդիվ Էստոնիայից ժամանած խորհրդարանական պատվիրակությունը հանդիպեց ազգային ժողովի Հայաստան, Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանի եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ։ Մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներ ու առաջիկայում սպասվող խորհրդարանական ընտրություններ, այս հարցերն էին քննարկման օրակարգում։ Բացի երկկողմ օրակարգային հարցերից, մեր այցի նպատակն էր նաև հասկանալ, թե ինչպիսի համապարփակ եւ արդյունավետ միջոցներով կարող է Էստոնիան աջակցել Հայաստանին եվրոպական ինտեգրման գործընթացի հարցում։ Ուրախ կլինենք այս առումով կիսվել նաև մեր փորձով։ Հայաստանի եվրոպական ինտեգրման ուղին որդեգրելու մասին հարցերից բացի կողմերն անդրադարձան տարածաշրջանային իրողություններին։ Իսկ Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության խորացման հարցում Էստոնիայի դերակատարությունն ու շարունակական աջակցությունը կարևորեց ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի եւ մյուս անդամների հետ հանդիպմանը։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարբեր ոլորտներում գործակցության զարգացման վերաբերյալ։ Այցի ընթացքում Էստոնիայից ժամանած պատվիրակությունը հանդիպեց նաև երկրի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Մինչ Հայաստանից հեռանալը Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամները եղան նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ու ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ Իսկ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում հյուրերը ծանոթացան Եղերդի մասին հավաստող փաստաթղթերին ու գրառում կատարեցին պատվավոր հյուրերի հուշամատյանում։